Պարոն Քոչարյան, ուզում եմ իմանալ դուք մտադրություն ունեք առաջադրելու ձեր տեխնացիոնը պաշտպանության հանձնաժողովին։ Ինչ եք այդ հարցը տալիս։ Հետաքրքիր է։ Ես ասեմ, որ 2 անգամ իմ տեխնացիոնը առաջադրել են, ես չեմ առաջադրել են եւ խմբակցությունը քննարկել է, քվեարկել է եւ ես 2 անգամ դարձել եմ հանձնաժողովի նախագահ։ Դա իմ համար ամենաընդունելի ձևաչափն է։ Այսինքն գալու եք, որ առաջադրեն ձեզ։ Ես ձեզ ասեմ, որ նախկինում ֆրակցիան էր որոշում, հիմա կտեսնենք ինչ ձևաչափով են գնում առաջ։ Իհարկե ոչ։ Բայց եթե նաեւ առաջադրվելու հնարավորություն։ Եթե ճիշտ հասկացեք։ Իմ բնավորությանը բոլորը ծանոթ եք։ Երբ որ կառաջադրեն ինձ, ես հանդես կգամ մեկնաբանությամբ, ելույթով եւ իմ տեսակետները կհնչեցնեմ այն միջավայրում, որտեղ քննարկվելու այդ առաջարկը։ Ցանկություն ունեք, պարոն Քոչարյան։ Հիմա դուք ժամանակից առաջ եք ընկնում։ Դուք շարժում եք ժողովուրդ թերթի տրամաբանությամբ։ Ժողովուրդ թերթը մի հատ, այսօր այ որի օր տարի։ Այսպես խառնակիչական ինչ-որ մի հատ տեսակետ գցում է, բոլորդ վերցնում եք, տիկին Ռուզանա Խաչատրյանը վաղ մամուլի տեսությամբ կկարդա ժողովուրդ թերթը, ուրեմն այսպիսի հրապարակում արել։ Ճիշտ է տիկին Խաչատրյանը։ Բոլորը չի։ Դուք հատուկ կարդում եք այն տեքստերը, որ ինձ է վերաբերվում, ինչա եք հարգում, ես դա գիտեմ։ Պարոն Քոչարյան, իսկ եթե խմբակցությունը չառաջադրի, խմբակցությունը դուք ինքն առաջադրվեք։ Ինչ եք այդ հարցը տալիս։ Կգա օրը բարին հետ։ Ուրիշ։ Տեսեք, նոր ազգային ժողովի կազմ է ձևավորվում, հա, նախագահության մակարդակով, գոնե նոր նախագահ կլինի, փոխնախագահներին Բայց այդ ձևաչափը միշտ օգտագործվել է հենց այդպես։ Հաջորդիվ նախ պետք է ազգային ժողովը կողմնորոշվի, քանի հանձնաժողով է ունենալու, դոնթի բանաձևը ոնց է բաշխվելու։ Ըստ դրա նաև հիմա դուք ասում եք հաստատ կլինի։ Ես էլ եմ կարծում, որ հաստատ կլինի։ Չէ, ես ուրիշ բան եի հարցնում, նկատի ունեմ, որպես օրենսդիրի անդամ ինչպես եք աշխատելու նոր նախագահության հետ։ Հարմար է ավելի, թե դուք չեք նկատել, որ ազգային ժողովի նախագահի հետ մենք արդեն 7 թե 8 տարի աշխատում ենք։ Նախագահի տեխնացուի Ռուբինյանի հետ։ Մյուս երկուսը Կոնջարյանը աշխատում ենք բավականին բարձր ինտենսիվությամբ, որպես ֆրակցիայի ղեկավար, եւ ես համարում եմ այդ աշխատանքը պարոն Գոջյանի կողմից իրականացված, ամենաբարձր մակարդակով իրականացված աշխատանքային փուլեր։ Պարոն Վահագնյանը Պաշտպանության հանձնաժողովի անդամ, մենք իր հետ աշխատում ենք, մենք գնում ենք ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողով, ճանապարհ ենք անցնում, գալիս ենք, ինչ է նշանակում, ոնց պետք է աշխատենք։ Ինձ որպես կանոն, բացի ժողովուրդ թերթից եւ տիկին Խաչատրյանի մեկնաբանություններից ընկալել են որպես ավագ ընկեր, ես այդ սահմանը չեմ անցել եւ կարծում եմ, որ եթե կարիքը լինի իմ անցած ուղու ծառայությունները շարունակելու, ես իմ որոշումը կայացնեմ։ Պարոն Քոչարյան, այդ հայտարարեց, որ մանդատը չի վերցնելու։ Ափսոսում եմ։ Նեղացած եք։ Ափսոսում եմ, չէ, ափսոսում եմ։ Որտեղ պարոն Սիմոնյանը անկախ այն վայրիվերումները, որ տեղի ունեցան ազգային ժողովում, տարբեր ժամանակաշրջանում նաև շահարկվեցին իմ եւ պարոն Սիմոնյանի ինչ որ հարաբերություններ, բայց մենք միասին ճանապարհ ենք անցել, ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում, որովհետեւ մի բան ակնհայտ է, որ արտահերտ ընտրություններից հետո, երբ որ պարոն Սիմոնյանը դարձավ ազգային ժողովի նախագահ, ինքը այնուամենայնիվ իր պարտականությունների մեջ չի թերացել, կապված որպես քաղաքական օրակարգի սպասարկող։ Նաև հաշվի առնելով մեր ընդդիմության պահվածքը ազգային ժողովի աշխատանքների մեջ։ Մեկ գալիս են, մեկ չեն գալիս են, սկսում են ինչ-որ բաներ, այսօր էլ նայում եմ մեր քույրերը եւ եղբայրները չկային, միայն Գեղամ Մանուկյանը եկավ մեր հանձնաժողովի նիստին մասնակցեց։ Հարվածությունը վերցնեք, պարոն Քոչարյան, եթե հանձնաժողովի նախագահ։ Այո, ես ինչ եմ կասկածում։ Բայց ինչի եմ դրե իմ տեխնացիոնը, եթե մանդատը պետք է չվերցնի։ Եթե այլ առաջարկներ լինեն, այդ ժամանակ նոր կարելի է մտածել, թե ինչ ճանապարհով պետք է գնանք։ Մի մոռացեք, որ լսեք, մի մոռացեք, եթե իմ կենսագրությանը ծանոթանաք, տեսնեք, ինքը այսպես ալիքաձև անդադ գնացել է։ Եղել եմ 90-ականների իշխանության մեջ, ուժային բլոկում, հետո եղել եմ նաև ընդդիմության մեջ, պայքարել եմ 2008 թվականից այն արատավոր համակարգի դեմ, որը մարտի 1-ը իրականացրել, նաև փաստացի ղեկավարել եմ փաստահավաք խումբը մարտի 1-ի գործերի քննության 5 զեկույց եմ ներկայացրել, որոնք ներառված են Միեդի եզրակացության մեջ չեք ծանոթացել։ Պարոն Քոչարյան, ես ուզում եմ մեջ բերել այլ դրանից ծանոթ ես։
այլ լրատվամիջոցի, քան որ ասում եք լրատվամիջոց, այլ Դու մեր հարազատ լրատվամիջոցի լրատվամիջոցն ես։ 168 ժամը Հիմա քիթիրախավոր եմ։ Չէ, 168 ժամը գրել է, որ ձեր որդուն կանչել են վարչական հավաքի եւ բացվել է, որ նա Ինքը ստացել է պատասխանը։ Իմ որդին պատերազմ անցած է, Վազգենի մասին է խոսքը։ Պատական չէ, տանը որ դրել եմ։ Եվ պատական չէ, որ ինքը ծնվել է, եւ ինքը պետքա այդպես էլ շարժվեր։ Ինքը 44 օրյա պատերազմ ինչը վերջորը մասնակցած հայորդի է, իմ տղան։ Հիմա ես հպարտանում եմ։ Դուք ինչ ասեք, կարա գրեն 168 ժամը լուսեք ուշադիր։ Պարզա չէ, որ պատերազմ անցած տղան ինքը չի կարա խուսափի, եթե առաջարկը լինի, բայց առաջարկից հետո գնում է բուժզնություն։ Դրանից ամիսներ առաջ իմ տղան շատ ծանր վիրահատություն է տարել ուսահոդի, շատ ծանր։ Երբ որ հաջորդ առաջարկը կլինի պաշտպանական գերատեսչության, ինքը նորից կանցնի բուժզնություն, եւ եթե ամեն ինչ նորմալ է, ինքը անպայման կգնա այդ հավաքներին։ Մի կասկածեք։ Մի գնկեք 168-ի ջրերը, Տիկին Խաչատրյան։ Տիկին Սաթենիկ Սերյանյանը վաղուց վառված Անդրանիկ Քոչյանից, խնդրեմ։ Ուրիշ։ Պարոն Քոչարյան, Սահմանադրական դատարանի որոշումից ինչ սպասելիք ունեք։ Ես Վահագ Հովակիմյանից լավ սպասելիքներ ունեմ։ Ես համարում եմ իրեն ինձ ընկեր, իր այդ ճանապարհը անցել նաև մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրության ընթացքում, բարձր եմ գնահատում իր ազնվությունը, բացառիկ ազնիվ անձնավորություն Վահագը, եւ ես կարծում եմ, որ ինքը, եթե կան թերություններ, դրանք տեխնիկական են։ Համագան դատարանը այդ ամենը պետք է հաշվի առնելով կայացնի իմաստուն որոշում։ Իրավական են, որը իրավական։ Բան Քոչյան, քանի որ Հակակիմյանն հետ կապված օրինակ ընդդիմադիրներն ասում են, որ մի անձ, ով եղել է ԿՊ հիմնադիր անդամ խմբակցության պատգամավոր, չի կարող արդար անուններով ընդդիմադիր, ով այդ ովքեր վիճարկում են մի հատ մեկյան, մենակ չասեք փաստաբան Վարդևան։ Ինքը ամենտեղ պատտվել է եւ այսօր ամենաբարձր վարձատրվող փաստաբանն է Հայաստանի Հանրապետությունում։ Եկեք ուրիշ դաշտից խոսենք։ Վահագ Հովակիմյանը ներկայացրել է այն պահանջները, ինչ որ ներկայացրած համագան դատարանը, կարծեմ այսօր կամ վաղը վերջի օրն է, որոշումը կայացնի, բնականաբար դուք ստանաք ձեր հրահանգը, ինչպես տորպեդահարեք այդ որոշումը, բայց դուք շարժվեք որևէ հրահանգ ստանաք։ Լավ, ես երեք չեմ ծնվել, մոռանում եք, որ ես իրականում քաղաքական մի ինչ-որ ուժը հրավներ չի ստանում, ինչ որ փաշի։ Դուք իմ հետ որոշեցիք շփվել։ Ես հակադարձում եմ ձեր ասածին, չեք հրանգավոր։ Լրագրողները հրահանգ չեն ստանում։ Ձերը շփվելու համար ոչ։ Ոչ, մեզ հետ շփվելու համար չեն, ընդհանրապես ձեր կարծիքը արտահայտելու։ Բայց մենք քաղաքական միավոր ենք։ Մենք էլ լրագրող Իշխանության մեծամասնությունը ստացած ժողովրդի քվեով միավոր ենք։ Բնականաբար հարցերը քննարկվում են ձեր հրահանգավորումը մի քիչ եմ համար տարօրինակ։ Հատկապես մամուլի տեսությունը, որ դուք եք կարդում։ Իմ մասը առանձին կուղարկես նոք կարդես։ Շատ լավ, ուրիշ, շնորհակալ եմ։